Բարև ձեզ երեխաներ ջան, մենք այսօր մի փոքր այլ կերպ ենք մեր դասը վարում, կատարելու ենք պլեներային նկարչություն, որը երեխաներ ջան հիմք է դրել ֆրանսիացի նկարիչներ, մի խումբ երիտասարդներ, որոնք որոշեցին դեմ գնալ ակադեմիական գիտելիքներին և նրանք ինչ արեցին, դուրս եկան դուրս, ինչպես մենք ենք դուրս եկել, հա, պատերից դուրս եկան և սկսեցին նկարել դրսում երեխաներ ջան, բնականաբար օդը, ջերմությունը, երբ զգում ես, մի փոքր այլ նկարչական դրվագները, նկարչությունը գույները զգալու և այդ ամենը կարողանաք նկարել այնպես, ինչպես իրենք են զգացում։ Նրանք նկարեցին և այդ ժամանակ բոլորը զգացին, թե ինչ է իրենից ներկայացնում օդը, շնչող բնանկարները։ Այդպիսի նկարիչներից է հայ նկարիչ Բաշինջաղյան երեխաներ, որը հիմք դրեց բնանկարի, հայ բնանկարչության հիմնադիրն է, հիշեք։ Մարտիրոս Սարյանը նույնպես բնանկարչություն է, այս հիմնական հիմնադիրն է, հայ նկարչության հիշեք Բաշինջաղյան։ Այսօր մենք նկարելու ենք, թե ինչպես են ծաղկել Եղրևանիները, մեր շրջապատող բնությունը, ձեր նկարներում հուսով եմ, որ ես կզգամ, թե ինչպես են նույնիսկ թռչունները ծլվելու։ Այդ զգացողությունը ձեր նկարներից դուք պետք է հաղորդեք ձեր պատկերների միջոցով, թե ինչպիսին է բնության շունչը, ինչպիսին է բնության ձայնը, կարծ է երեխաներ։ Մեր հուսով եմ, մենք այսօր շատ հետաքրքիր պատկերներ ենք ստանալու և ձեր նկարները դասի վերջում մենք կախելու ենք դասամիջոցին ցուցադրելու ենք դպրոցում հանձնենք դատին բոլորի, լավ, հուսով եմ շատ հետաքրքիր աշխատանք ենք կատարելու այս։ Դե ձեզ լավ աշխատանքային պրոցես եմ մաղթում, սկսեցինք աշխատել։ Ինչ ես զգացել, որ նկարել ես։ Գարունը, եսամանները ծաղկած, երկինք կապույտ, արև, ջերմություն, ծիկիկները ծրվելում են,
բույրը եսամանների տերև, Ինչպիսին է բույրը յասամանների քո նկարում։ քաղցր, Քեզ զգացել նկարելուց։ ամառվա շունչը, սուչուների ծնվլոցը, Գույները ինչպիսի գույներ ես օգտագործել։ տախրուներ, Սարը գույներ չունես նկարում։ Հիմնականում տաք գույներ ես օգտագործել, չէ՞։ Շատ լավ։ Ինչպիսի ժանր ես նկարել քո նկարում։ բնանկարից բացի փորձել եմ պատկերել այն նկարները, որոնք երեխաները նկարել են, հետո շենքերը նկարելու եմ։ Էս հիմա ուրեմն այդ ժանրը ինչպես է կոչվում։ Կոչվում է կենցաղային ժանր, այսինքն դու նաև նկարել ես մեր կենցաղը։ Հա, ինչ ենք մենք անում հիմա, այս մեր աշխատանքային process-ը ես նկարել, դա կոչվում է կենցաղային ժանր։ Հասկացա՞ր։ Շատ լավն է նկարը, կատարի շարունակի։